Դե երեք ըստ էության պարոն Եղոյան դաշնակցական падգամավորը այդպես էլ հայտարարեց, որ իր բառած դա քիչ է բնականաբար, բայց Թող բոլորով ասեն։ արդեն ըստ էության այդ հայտարարությունները քիչ թե շատ հնչում են, բայց ամփոփելով, հա, այս թեման առհասարակ նախ մեր ներկուսակցական քարոզարշավի եւ ընթացքի վերաբերյալ հիմա արդեն ընթանում է երկրորդ փուլը քարոզարշավի, երկրորդ 50-յակի եւ մեզ մոտ ուրեմն քարոզարշավի կանոնները չափազանց խիստ են եւ պարտադիր է դրանց պահպանումը եւ հենց այդ կանոնների խախտման վերաբերյալ էլ վարչությունը կայացնում է որոշումներ, որովհետեւ մեզ մոտ ներքին կարգապահական հարցերը շատ խիստ են դրված։ Սա որպես ձեր հարցի պատասխան։ Իսկ էլի գալով Գյումրի 2-ին նաեւ ձեր մեկնաբանությունը, որ մենք քննադատում ենք ընդդիմության միավորումը, մենք ընդդիմության միավորումը չենք քննադատում։ Մենք ուղղակի մեր քաղաքացիներին շատ պարզ եւ ուղիղ մեկնաբանում եւ պարզեցնում ենք, թե ինչ է անում ընդդիմությունը եւ ինչ տեխնոլոգիաների եւ ներողություն ֆոկուսների միջոցով է փորձում կրկին գողանալ, քվեն եւ վերավաճառել իրար միջև, խափելով ըստ էության ժողովրդին եւ խեղաթյուրելով ընտրական գործընթացն առհասարակ։ Շնորհակալ եմ։ Բան էլ ավելացնեմ, որը մեծապես կկրկնիմ նախորդ ասածը, բայց մի քիչ այլ անկյունից։ Խորհրդարանական երկրում մեկ ընտրությամբ ընտրվում են երկու մարմին, եթե կարելի է այսպես ասել, եւ ազգային ժողով, եւ կառավարություն ներառյալ վարչապետը։ Այսինքն, եթե շատ պարզեցնենք մեր խոսքը, խորհրդարանական ընտրությունները բացի խորհրդարանական ընտրություն լինելուց նաև վարչապետական ընտրություններ են։ Առաջվա նախագահական ընտրությունների նման, երբ ընտրվում է պետության ղեկավար։ Ուղղակի հիմա պետության ղեկավարը ընտրվում է անուղղակիորեն, ուղիղ քվեով, բայց անուղղակիորեն խորհրդարանական ձայների միջոցով։ Եվ այնպես որ յուրաքանչյուր քաղաքացի իր քվեն որևէ ուժի տալուց առաջ պիտի ինքը իրեն հարց տա. ես այս ուժին ընտրելով ում եմ ընտրում վարչապետ։ Այս թուղթը, որ նետեցի քվեատուփը, ըստ իս ով այս թղթով պիտի դառնա Հայաստանի վարչապետը։ Այս հարցը եթե իրենք տան, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի։